Ինչու եղավ 44-օրյա պատերազմն ու արդյոք հնարավոր էր կանխել այն եւ երբ արդեն այն սկսվել էր, արդյոք հնարավոր էր դուրս գալ դրանից ավելի փոքր կորուստներով, թե մարդկային, թե տարածքային։ Այս հիմնական հարցերն էին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ երկրորդ ու երրորդ նախագահների մեծ հարցազրույցների առանցքում։ Պատերազմը կանխելու մասով կարելի է ասել երկուսի ասելիքն էլ նույնն էր։ Փաշինյանը պատերազմի համար կանաչ լույս վառեց այն ժամանակ, երբ 2019-ին հրաժարվեց բանակցել Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման նոր առաջարկի շուրջ։ 19 թվականի ներկայացված փաստաթուղթը ուղղակի հրաժարվել է բանակցել։ Ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթաց 25-26 տարվա հիմա պետք է հաշվել հետադարձ հաշվարկով։ Երկու նախկին նախագահներն էլ ըստ էության ծանոթ են փաստաթղթին, ընդ որում Սերժ Սարգսյանն ասաց 8 ամիս առաջ է ծանոթացել դրան, այն նրա խոսքով լիովին ընդունելի կարող էր լինել հայկական կողմի համար։ Որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետև այնտեղ երեք սկզբունքները կային։ Ճիշտ է, որ մեր բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտումը առանձնացված էր առաջին, այսինքն առանձին կետով, իսկ այստեղ պրեամբուլայում այդտեղ էր նշված, այսինքն սա ամբողջովին հնարավորություն կտար նորմալ բանակցելու պարագայում այդ կետն էլ առանձնացնել եւ գնալ խնդրի լուծման։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 19 թվականին, առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ բանակցային գործընթացը կավարտվեր այդ մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունման տարբերակով։ Երկու նախագահների ծավալուն հարցազրույցների գլխավոր ասելիքը սա էր։ Հիշեցնենք, խոսքը մի փաստաթղթի մասին է, որի գոյությունը Փաշինյանը հերքում էր։ Միայն այս տարվա սկզբին ընդունեց, որ եղել է նման առաջարկ։ Այս փաստաթղթի մասին սեպտեմբերին Մատենադարանում խոսել էր նաև առաջին նախագահը, Փաշինյանին կոչ անելով հրապարակել այն։ Հրապարակի բոլոր փաստաթղթերը, Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը իր ձեռքի տակ են։ Առաջին անգամը չէ, որ նախկին նախագահները պահանջում են հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է։ Այս անգամ սակայն խոստացել է հրապարակել դրանք մինչև տարեվերջ, եւ ոչ միայն այդ փաստաթղթերը։ Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես սառ եմ համարում։ Ընդհանրապես Փաշինյանը պատերազմն անխուսափելի է դարձրել այն պահից, երբ իշխանության գալուց հետո հայտարարել է, որ սկսում է իր զրոյական կետից, փաստացի զրոյացնելով 25 տարվա բանակցային գործընթացի արդյունքները։ Սա ըստ նախագահների Ալիևին այլ տարբերակ չէր թողնում, քան պատերազմ սկսելը։ Իսկ վերջի կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում այն սահմանային կոնֆլիկտը, որը ուռճացվեց ասենց երկրորդ սարդարապետի մակարդակի միջև։ Հիմա մի քանի հանգամանք իրար միացան եւ ստեղծեցին իդեալական պայմաններ պատերազմը սկսելու համար։ Մյուս կարևոր հատվածը, որը կարմիր թելով անցնում էր նախագահների հարցազրույցներում, արդեն 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տրված սխալներն էին ու Փաշինյանի կողմից հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու ռուսական առաջարկը մերժելը, ինչպես ինքն էր ասել, որպեսզի իրեն դավաճան չանվանեն։ Ռոբերտ Քոչարյանը հստակ թվեր է ներկայացնում, թե ինչ է արժեցել այս քայլը Հայաստանի ժողովրդի վրա։ Եվ այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.500 լրացուցիչ զոհով եւ առնվազն 5-ից 6000 վիրավորներով։ Ոսա առաջնորդի քայլ է։ Ինչ սխալներ են եղել պատերազմի ընթացքում։ Սխալ կադրային քաղաքականություն, զինված ուժերում պատերազմը սկսվելուց հետո մոբիլիզացիոն ուժերի սխալ կազմակերպում։ Ռոբերտ Քոչարյանը նաև մեծ սխալ է անվանում հենց պատերազմի սկզբից բնակչության տարհանումը նույնիսկ թիկունքից, որտեղ բնակչությանն այդքան մեծ վտանգ չէր սպառնում։ Ինչպես նաև չարաբաստիկ հաղթելու ենք կարգախոսը, որով իշխանությունները ժողովրդին 44 օր համոզում էին, որ ճակատում մեզ համար շահեկան դրություն է։ Երկու նախագահներն էլ պատերազմի առաջին օրերին եղել են Ղարաբաղում փորձել օգտակար լինել նախկին նախագահ Բակո Սահակյանի միջոցով հանդիպում են փորձել կազմակերպել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչը սակայն չի ստացվել։ Ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչը պետք է։ Պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ էր եւ զուգահեռ իհարկե անել ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։
ինքը մերժեց։ Չուզեց հանդիպել եւ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է։ Ուղղակի իր բառը։ Ինձ կուտի։ Երկու նախագահներն էլ պատերազմի շատ վաղ փուլում են հասկացել, որ պարտվում ենք։ Քոչարյանը դեռ պատերազմի 4-րդ օրը, Սերժ Սարգսյանն էլ հոկտեմբերի սկզբին։ Պատերազմում պարտությունից հետո էլ դեռ հնարավոր էր խուսափել Արցախի ամբողջական կորստից։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, Ղարաբաղի կորուստը Պրահայում Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ուղիղ հետևանքն է։ Շաբաթ ու կիրակի միմյանց հաջորդած հարցազրույցներից հետո Փաշինյանն անվերջ գրում էր Facebook-ում մոտ 10 գրառում ու լայվ նվիրված Սերժ Սարգսյանի հարցազրույցին եւ մեկն էլ ընդհանուր՝ ի պատասխան երկու նախագահներին։ Ինչու է Փաշինյանն այսքան մեծ ուշադրություն դարձրել հենց Սարգսյանի հարցազրույցին։ Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կարծում է, սրանով Նիկոլ Փաշինյանն առաջիկա ընտրություններին ընդառաջ փորձում է բարձրացնել Սարգսյանի կշիռը։